Հարգելի հայրենակիցներ, տոնը տոն, ազդրը ազդր, բայց լուրջ թեմաներ ունենք, լուրջ թեմաներ, եթերից մի քանի ժամ առաջ, ինչպես կայծակ, ազգային անվտանգության ծառայությունը գաղտնազերծեց մի փաստաթուղթ, որը ապացուցում է հետևյալը. Գարեգին երկրորդի եղբայրը Եզրաս արքեպիսկոպոսը, այո, KGB-ի գործակալ է, փաստաթուղթը հրապարակեցին ամբողջ ինտերնետը այդ թուղթն է, ոյ աստված իմ խելագարվի մարդ, կխելագարվի։ Ազգային անվտանգության ծառայությունում արկա տվյալների համաձայն հրապարակած փաստաթղթով arczepiskopos Եզրաս Ներսիսյանը առնվազն 86-88 թվականներին համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։ Ազգային անվտանգության ծառայության փոխանցման բացի այդ արկա տվյալների համաձայն Եզրաս arczepiskopos Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի անվտանգության շահելին, ելնելով վերոգրյալից ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահած լիազորությունների շրջանակներում ձեռնամուխ են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ։ Կից ներկայացվում է Եզրաս arczepiskopos-ի համագործակցության հանգամանքը փաստող գաղտնազերծված փաստաթուղթը։ Իդեպ վրան էլ sense մեծ կնիք ա դրած, որ գաղտնազերծված։ Դու պատկերացնում ես մեր արխիվում ինչեր կա։ Ինչեր կա մեր արխիվում։ Ոյ, այն որ փառք ու պատիվ որ չեն հրապարակում։ Ինչ քաղաքացիական պատերազմ, տորնադո է մեզ սպասում, դուք չգիտեք ինչեր է սպասվում մեզ։ Կամած, աստիճանաբար։ Մենք մեր մասին նոր ենք բան իմանում։ Ասում են պարակտում են մցնում մեր մեջ։ Ժողովուրդ չեն պարակտում մցնում, բացում են մեր աչքերը։ Այն որ դարերով, տարիներով բան չանենք, վայ չխոսանք, վայ չեն, բայց տակից քանդենք, սա հիմա տակից չեն քանդում։ Հիմա ասում են ախպեջան, մենք այս վիճակի մեջ ենք, որովհետև սենց է եղել, ցույց է տալի։ Տարական բաներ, տարական։ Ու իդեպ հանկարծ չմտածեք, վայ ներկայիս իշխանությունն է իր հերթին։ Կարգ ու կանոնի հաստատման հարց կլինի, այսօր էլ օթանավակայան, էլ ԱԱԾ, էլ մաքսային, ուր ասես գնացել ենք, այսօր գժվել ենք ուղակի, գժվել ենք։ Ինչ ենք արել, կինս Բոթասա պատվիրե, լզրախ ելքը, Բոթասները, որ գերոին ու կոկային բերենք, ասենց քաշքշուկի մեջ չեն գնը, Բոթաս, մի հատ Adidas-ի Բոթասա 50-60 եվրոյով պատվիրել է, եկել է, զանգում են առավոտը, ձեզ մաքսայինից մաքսային ինչ, գնացել է մաքսային, գնում ենք Զվարթնոցի մաքսային բաժին, ինչ է պատահել, Բոթասներ եք բերել, ոնց որ բերել ենք առևտուրը, մի հատ Բոթաս, մի զույգ, մի հատիկ, մի թայ չէ, զույգով Բոթաս։ Վերջը գլոբինգից այդ առաքման ծառայությունն է գնացել է անդե տուժուտ ու գանք հայկի վրան, աստվածի մի հատ խայտարակ պատմություն։ Մյուսն է զանգում, ձեր ՀՎՎԾՑ-ն ասեք, այդ որն է, ասում եմ այդ ՀՎՎԾՑ-ն որն է, հարկային, հարկադրանքի, տեսության, ծառայության, ծանուցման թուղթ, ինչ որ պիտի լինի, չգիտենք այդ որն է, բարեկամներ, օնլայն առել ենք։ Խայտարակ, մի հատ Բոթաս։ Էդ է։ Սրանք ասում են տերը KGB-իշնիկ, ինչ։ Ես ավելին ասեմ, հլենքան բանա սպասվում, ես ներվայնանում եմ, շոքում եմ, ինչքան բանա մեզ սպասվում, եկեղեցին ընկերներ, հիմա էմոցիան մի կողմ, ոնց է ապացուցում, որ ինքը միշտ ծառայել է օտարին, երբ որ պետություն չի եղել, ինքը կարողացել է կայսրության շեֆերի հետ, կայսր կլինի, սուլթան կլինի, ցար կլինի, ԽՄԿԿ կլինի, պետքարտուղար կլինի, ով որ եղել է։ Իր հետ լեզու է գտե։ Ասել է, ես յոլա կգնամ, այս կանեմ, այն կանեմ, զեկուցել է ինչ որ գործառույթներ արել բան, իր եղածը պահել է։ Այո, դպրոցներ էլ է ստեղծել, լավից վատից ինչ որ բան կրթել է, ես չեմ ասում ինքը քանդել է, ազգակործան է, ես տենց բառեր չեմ օգտագործում, որովհետև ամեն դեպքում խոսում եմ մեր 1700 տարվա ինստիտուտի մասին, գոնե տարական հարգանք պահպանելով։ Բայց որ որոշ անձինք մեղմ ասած, բացարձակ ոչ Աստծո խոսքն են տարածում, ոչ Աստծո ուսմունքին են հավատում, ոչ իրանց տված երթումն են պահպանում, դա ոչ միայն պարզ է, այլ դա ակնհայտ է։ Ուզում է առաջինը լինի, ուզում է վերջինը լինի, ուզում է երկրորդը լինի, ուզում է երկրորդի աղբերը լինի։ Պարզ բան է։
Ես ամեն դեպքում համասանական առաջին տարիներին ես բժիշկների ընտանիքից եմ, մասնագիտությամբ բժիշկ եմ, առաջին մասնագիտությամբ աշխատելով ես մի հասկացողություն գիտեմ, ովքեր բժիշկներ են կհասկանան ինձ։ Կոչվում է հապետուս, լատիներեն բառը, հապետուս, ովքեր գիտեն կիմանան ինչի մասն է խոսքը, ովքեր չգիտեն բացատրեմ։ Այդ հապետուսը բժիշկներին տրված մի հատ հասկացողություն է, որը կոչվում է, որ դեմքին գրած է։ Բժիշկների հապետուսը, այսինքն որ նստած ես քո աշխատասենյակում, հիվանդը մտնում է ներս, այդ առաջին վայրկյանը կոչվում է հապետուս, այսինքն առաջի տպավորությունը։ Առաջի անգամ դու այդ մարդուն տեսար, ինչ կար իր երեսին, որպես բժիշկ, որ կարողանաս քաղել, ասենք չգիտեմ, աչքի տակ փոսա, գույնը մաշկի լավը չի, մազերը սենցա կամ աչքը արյունա լցված, ինչ որ մի սինդրոմ, ինչ որ մի ախտանիշ, համախտանիշ, ինչ որ կա, այդ պահը կոչվում է հապետուս, որ դու պիտի քաղես, որ մինչև անամնեզը, մինչև անկետա լրացնելը, մինչև հետը խոսալը, մինչև անալիզներ ուղարկելը, այդ ամեն ինչից առաջինն ու առաջինը հապետուսն է։ Հիմա ես որպես հապետուս, արա նայում ես դեմքներին, նայում ես թույն ու թարախ է դրանց։ Համատարած մի հատ բարի, այն որ բռնել են, դրանց նայում ես, այն տակից, այն բոխախներ, արա ահա որ մի հատ երևույթ է, ահա։ Սրանց կարաս ասես, ինչ ասեմ, ամեն ածական բան պոզուպոչ կարաս կպցնես, որ անփորձ են, հարիվ են, անխելք են, միամիտ են, այսօր մի բան ասում, վաղը ուրիշ բան են ասում, հետևողական չեն, ինչ ասես։ Բայց որ ասես չար են ու թույն ու թարախ են շնչում, այդ մի բանը ես չեմ հավատա։ Կարող է լինեն ոմանք, բայց այն համատարած են, որ միտինգի մեջ այն մի ճամբար կա, որ նայում ես սարա դեմքներին, որ նայում ես, ես մեկը նայում ես, ասում ես, դե լավ էլի մի քիչ բան։ Ես իմ տեսակետն է, սա որպես ճշմարտություն չեմ ներկայացնում, սա իմ տեսակետն է, ես միշտ դրա մասին խոսում եմ, իմ տեսակետն է, եթե համաձայն չեք, եթե կարծում եք այլ բանա, խնդրեմ, ազատ հարթակեն կարող եք արտահայտվել, տեսնենք ուր են գնում, ինչ են կանում, բայց այս ԱԱՑ-ի հրապարակած թուղթը ինձ շատ ոնց ասեմ, անհանգստացրեց, թեպետ բացահայտում չէր։ Ես էլի կոչ կանեմ, պարոն Փաշինյան, պարոն Գրիգորյան, անվտանգության խորհրդի քարտուղար, պարոն Գևորգյան, թե Գևորգյան, պարոն Գևորգյան։ Էլով կա այնտեղ ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության ծառայության քարտուղար, պատկան մարմիններ։ Ես հասկանում եմ, որ դուք կամաց եք սա անում, որ ամբողջները իրար դեմ չի ելնեն, որովհետև դու պատկերացնում ես, որ ամենը գաղտնազերծեն ինչա սպասվում, բայց ես կարծում եմ սա պետք է լիներ վաղուց։ Ինչու եմ ես մեղադրել իշխանությանը, հիմա էլ եմ մեղադրում։ Աննան տուն ատավե, սրանց խելքը։ Ինչու եմ մեղադրում։ Պիտի անպայման որ հարցը հասնի ինչ որ ձեզ են կպել նոր իրանց հակահարված տակ, հա։ Եթե անկեղծ ու ազնիվ եք, ինչի նոր գիտեք, այսօր հրապարակել են փաստաթուղթ, ասում են մանի ինձ անձնական նամակով գրել են, ուղղակի անձնական զրույցեր չեմ ուզում հրապարակեմ, երեկ էլ եթերում զանգ եղավ, հիշում եք ռադիոլսողներ, ովքեր երեկ լսում էին հաղորդումը, մի պարոն էր զանգել, ասում էր, որ այն միլիարդատերի աղջիկը կապի մեջ ա եղել կաթողիկոսի հետ, չգիտեմ ինչ ա արել, բան, երեխա, առավոտ շուտ գալիս էր, բան, էս են։ Նոր ա դա, եթե հստակ ինչ որ տեղեկություններ կա, պիտի 7 տարի սպասեիք, պիտի 6 անգամ ձեր հրաժարականը պահանջեին, նոր հրապարակեք, եթե ազնիվ զգացմունքներ էր։ Եթե վեհարանը վեհին է, դա չի կարա լինի ուշացած, հասկանում եմ, բայց եթե դուք այդ լոզունգով եք հիմա առաջ շարժվում, ինչի նոր պիտի լիներ այս բանը, ի սկզբանե պիտի լիներ, եթե ազնվության մասն ենք խոսում, բայց իմ մոտ նես տպավորության, որ հրաժարականը պահանջեցին Փաշինյանի, ինքը ասեց երկուսով, հա, իբր հրաժարական պիտի տա, պիտի հեռանա,
Անես տպավորության որ Փաշինյանը այդ ես պիտի հեռանա, սա կհեռանա կտենակով։ Այդ մոտեցումն է ինձ մոտ ձևավորվե, տպավորությունն է ստեղծվե, որ սա այն վիճակն է, ոնց որ մոտիկացան իրան ու ինքը հակահարված տվեց, որը ոչ մի լավ տեղ չի տանի, պատմության մեջ էլի, ես չեմ հիշում մի դեպք, պատմություն լավից վատից գիտեմ, որտեղ պետություն եւ հոգեվոր դաս իրար հետ կռվել են ու հաղթել է պետությունը։ Ես տենց բան չեմ հիշում, եթե եղել է, լուսաբանեք, եկեղեցին է հաղթե, ցավոք սրտի, լիքը դեպքերում ցավոք սրտի, որովհետեւ եկեղեցին հաղթել է պետության անկմամբ։ Կաթողիկոսը համագործակցել է օտար կայսրությունների առաջնորդների հետ, պետությունը վարի են տվել, իրանք մնացել են կաթողիկոս, թագավորին սպանել են, աքսորել են, գահանկեց են արել եւ այլն եւ այլն եւ այլն։ Ընդհանուր մինչեւ ստրկատիրության են ծախե այդ բանի արտավազդի պատմությունը, որ ստրուկ դարավ Կլեոպատրայի բանի Եգիպտոս տարան Կլեոպատրայի ոտերի տակ գցեցին Մարկոս Անտոնիոսը, էս էլ ձեր հեքիաթները, էս է ձեր պատմությունները։ Կլինի այս անգամ հաղթանակ, ինչով է տարբերվում հիմա նախորդ պատմություններից։ Նույն կայսրությունը, նույն կայսրության կայսրը, դաժան բայց բարի բոտեքսով, չէ՞, այս փոքրիկ սիրուն կայսր, ուժեղ անկասկած։ Չարը միշտ ուժեղ է ցավոք սրտի։ Ինչու է չարը միշտ ուժեղ, որովհետև կրոնի եւ Աստծո անունից հանդես են գալիս sense մարդիկ, դրա համար է չարը ուժեղ, եթե Աստծո անունից հանդես գային բարի եւ նվիրյալ մաքրամաքուր մարդիկ, չարը չէր կարա ուժեղ լիներ։ Չարի ուժը կայանում է սրանը, որ ինչքան ոսկե բերան կա, խաչակնքվող սատանա է էությամբ։ Հիմա նույն կայսրը, նույն Հայաստան աշխարհս, նույն եկեղեցին, նույն մարդիկ, չարի ձեռից մեդալ ասում է ԱԱԾ-ն գախտնազերծել է փաստաթուղթ, որտեղ ինքը բանի գործակալ է։ Ախպեր ջան, այն որ մեդալները ստացել արդեն նշանավոր գործակալ է։ Ու գիտես ի՞նչն է ինձ համար, ոնց ասեմ, ոչ թե վիրավորական, այլ զարմանալի, որ մի օր մեկին չբռնեցին ֆրանսիացի բան լիներ, գործակալ լիներ Ֆրանսիա։ Արա Մասադի կամ Mi6-ի կամ FBI-ի հետ համագործ, արա բռնեին մեկին, ասեին շպիոնաժ Ամերիկայի Նենսի Փելոսիի փելեսների մեջ մխրճվել, չկա տենց բան, կամ KGB, կամ Սովետ, կամ Պուտին, всё, ուրիշ բան չի, դուք ասում ուրիշ հերոսի անուն չգիտեք։ Ես ինչու, որովհետև չարի կայսրությունը, որովհետև չարի կայսրությունն է, որովհետև դա է ապացուցում, որ չարի կայսրությունը տենց է լինում, համագործակցումը արժե համակարգի մարդկանց հետ, ինչքան մտավորականների կեսը ռուսական ագիտացիա է անում, կեսն էլ կեսնից ավելն է։ Այս վերջերս դոկումենտալ ֆիլմ է դուրս եկել, մի հայտնի պարոն խոսում է, որ MGU-ում դաս է տալի, Լոմոնոսովի համալսարանում ես ինչ ամբիոնի լեկցիաներին եմ մասնակցում որպես հատուկ հյուր, Երևանում Մոսկվայի տան բաներն է ցույց տալի։ Ես իրոք զարմանում եմ։ Այդ մարդը ես վատ բան չի անում, դասախոս է, քննադատություն չի սա։ Բայց այդ մարդիկ պարզ է, որ սպասարկում են այն երկրի շահերը։ Այդ պարզից էլ պարզ է, որ պետական ապարատի մեջ են։ Եթե պետական ապարատի մեջ են, ապրում է Մոսկվայում կամ տուն ունի, լավ, տուն ունի Մոսկվայում, եթերում բացեբաց դրա մասին խոսում է, դա գաղտնի ինֆորմացիա չի։ Ռուսական պետական համալսարան դաս է տալի, շատ կիրթ մարդ է։ Բնական է, որ շահերի բախում կա ստեղ։ Հայաստանը կենաց մահուկառիվ է տալիս, ասում է ամենայն հարգակով ցավը թե տանը, մենք թշնամի չենք ուզում լինել, բայց մենք ուզում ենք այդ ճիրաներից դուրս գանք։ Չենք ուզում այդ բան կա, Պրյանիկի կնուտի պատմությունը կա։ Ամենայն հարգանքով, դες մենք Հայաստանը այն երկիրը չի, որ Ռուսաստանին թշնամի կարանա հանի։ Ես հասկանում եմ դա։ Ես լրիվ հասկանում եմ։ Բայց եթե քո սաղ մտավորականությունը սպասարկում է այդ շահը,
Մի օր ես չեմ տեսել Երևանի փողոցում հյուսիսային պողոտա պատուանի տակ ազատության հրապարակն է։ Մեկը միտինգ ան Ֆրանսիա հայերն են, Գերմանիա հայերն, ինչի պակաս գերմանացի գրուպենֆյուրերներ կան ընդ։ Չկա, մարդ չկա։ Ով միտինգ անում, սա Ռուսաստանի մեդիաներ են բացել։ Ամբողջ Facebook-ի աս լենտը, այս ինչ կայքը լրագրող է մանգալի, այս ինչ կայքը էդիտորա, մեր էդիտորին տարան, մեր էդիտորին փողով տարան։ Մեր շատ ուժեղ մեր գործընկերներից մեկին։ Փողը մուծեցին, մեզնից պետք էր տարան, մենք արժանապատիվ աշխատավարձ ենք տվել, այնց չի որ կոպեկներ ենք տվել եւ այլն, ովքեր գիտեն մեզ մոտ գիտեն, ամերիկյան աշխատավարձ ենք տալի։ Տարան։ Հիմա աշխատում է իրանց ռուսական, հիմա հարց եմ տալի ձեզ։ Ինչի են մեկի հանկարծ հարյուրներով լրագրողների ու էդիտորների կարիք ունեն։ Որովհետեւ նախընտրական քարոզ է մեկնարկում։ Ձեր գլուխները պիտի լվանես, մեր ժողովրդի ուղեղները պիտի լվան։ Վաճառական լրագրողներով եւ մնացածներով։ Մի օր չտեսանք, էլի Ֆրանսիա եմ ասում, որտեղ մեծ համայնք կա, Ֆրանսիայի բանից ֆինանսավոր են մի հատ մեդիա բացեն ստե։ Մի հատ France Press Armenia բացեք, չկա։ Armenia Сегодня կա, Sputnik բան կա, Russia Today կա, առաջին ռուսական ալիքը կա, RTR կա, RBK կա, ինչի կա։ Բա ինչու կա այդ ամենը։ Դու աշխատում ես, ձեր վրա է աշխատում։ Ես խոսքի ազատության կողմնակից եմ, չեմ ասում փագել, մերժել եւ այլն, բայց ես ասում եմ այն մարդիկ, ովքեր սպասարկում են այդ ամեն ինչը, հասկանում դա պետության, Հայաստանի Հանրապետության դեմ է։ Հայաստանի Հանրապետության պետության դեմ են իրանք աշխատում ամենօրյա ռեժիմով։ Մի հատ ֆրանսիացի ու եվրոպացի Հոլանդիայում ինչքան հայեր կան շատ կայացած 1000 հոգու ես եմ ճանաչում, Բելգիայի հայերը 1000 հոգու ես եմ ճանաչում։ Մի հատ բելգիացի միլիոնատեր չեկավ կուսակցություն բացի։ Մենք կանենք Բելգիայի ձևով։ Դες բան չեմ լսել ես կյանքում։ Անցյալ տարի այս օրերն էր բելգիացի մի հատ միլիարդատեր մարդ եկավ, 100 քանի հազար հատ ծարտանգեց գնաց։ Իմ եթերում ա եղել, վիդեոն կա YouTube-ում։ Մենք ծառեր կտնգենք, որ մեր օդը մաքրվի, կյանքում չեն ասի գանք փրկենք, Բելգիայի պես պիտի լինի մեր երկիրը, չէ, որտեղ խելոք մարդիկ են նորմալ երկրից։ Բայց ընդեղի հայերը բոլորը ուզում են փրկեն գան, քաղաքականություն, պոլիտիկա, փրկենք մեր եկեղեցին, մեր արժեքները, բան։ Ումից են փրկում, ինչից են փրկում։ Աստված սպայի ձեր բալին, ոնց էր համը իմ ձակի, Թումանյանն է ասում։ Թումանյանը կարգին մարդ էր, սրանց պես չի։ Դա մտածում եմ բարի երեկո ասում Կարինե Մկրտչյան, բարի ձեզ Կարինե Մկրտչյան, բարի լույս Խորենե Փոթիկյան, այսքան ճիշտ Ռաֆայել ջան, մի խոսքով նրանք ոչ թե ասում են ծառայում այս սատանային սրբազան խառը իրենց սրբազան բառներ իրենցից հեռու։ Ես ոչ սուրբ եմ ճանաչում, ոչ ես ասել եմ։ Ես տենց բաներ չեմ ընկալում, չեմ ընդունում մարդս մարդ լինի։ Սուրբա, մուրբա, ես այտենց բան, չկա այտենց բան։ Սուրբը։ Սուրբ էդ ինչ բան է, սուրբը օքեյ, հավատում ես Աստված է սուրբ։ Եթե հավատացյալ մարդ ես, դա։ Ոնց կարա սուրբ լինի, ցանկաց էլի հոգևորական հարգենք, նույն ձև հարգենք, ոնց որ կհարգենք պրոֆեսորին, ակադեմիկոսին, երաժիշտին, նույն ձև։ Այդ ինչ բանա, ձեռը պաչեմ, հայր սուրբ բան։ Ես պատմել եմ, չէ՞, հարսանիքի սորը Դուբայ ենք մենք ամուսնացեք, հայ առաքելական սուրբ եկեղեցի։ Գնացել են քավորով, մավորով, ծնողներով անսաղնդենք։ Օրհնեցեք, Տեր հայր, մամաս ասեց, խեշ մամա, madre, oh mi amor։ Ասեց օրհնեցեք, Տեր հայր։ Տեր հայրը ժելեյած մազերով դուրս եկավ, մամային սենց շատ գերշ ձևի, էլի, սենց ման, Տեր հայր չի, հայր սուրպա, ասեց, գողականի բազար տարավ հետս, ասում յատքես հավաքի, գնացինք իրա կոլխոզը սենյակը, չորտնեց, չկնքեց մեզ, ամուսնացրեց, դրա համար են գերջանիկ, պարկ աստծո, պարկ ամենեցուն, մեզ չամուսնացրեց էդ մարդամեկը, դրա համար երջանիկ ենք, բայց այդ չի հարցը,
Բա դու Աստծո խոսք ու ես դրանից հետո հավատամ դրանց nunca երբեք never никогда Էդ են դրանք Դրա համար ինչ պատմեմ Ինչը ես ներկայացնեմ մեկնաբանեմ Էդ էլ Պուտինի ձեռից մեդալ չի որ ասեմ բան ինչ մեկին վատություն եմ արել մեկի մասին բան եմ խոսացել թե օլիգարխի հարսանիք չէր միլիոններ չեն չնայած ինչքան որ ասել են վճարված է եղել ոչ մեկ ձրի դրանց ձեռից մար բանկ ուտի ձրի բան չկա բայց էդ է ուզում եմ ասեմ մարդասպանությամբ ու չգիտեմ ինչերով բիզնեսները գնացի օրհնել են հələ դրանք պիտի ջրերես դուրս գա անպայման ինչ են արել ոնց են արել Ալիսա Խանջյան, ճիշտ եմ ընթերցում, Ալիսա Խանջյան, Ռաֆայել ջան, քեզանից մի 3 հատ մեր ազգը ունեն արելի։ Շնորհակալ եմ, մեծամիտ բան եմ հիմա ասում։ Կարդում եմ եթերում, բայց շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար հարգելիս։ Շնորհակալ եմ, ինչ ասեմ։ Ես իմ գործն եմ անում։ Պատվով, հանգիստ, այս sense ճակատը սպարզա։ Ձեր արչև Իմ գործի արչև, իմ քաղաքի, իմ երկրի, ով որ ինչ ճանաչում է։ Այսօր մտել ենք մի տեղ հաց ենք ուտում մի կտոր, դուրս են գալի այդ պարքինգի պարոնը, հարգարժան, դե որ գնում գալիս ենք արդեն ճանաչում մեկ-մեկ խոսում է բան, մեկ է տեսա որ նոր մեքենայով եմ, ասում է նոր մեքենա, ասում հա հարգելիս, հա վերջապես ոնց որ կարողացա էլի թույլ տամ Մեկ ասեմ մի բան ասեմ չես տեղանա, բայց կատակով եմ ասում, հա, ասում եմ ասեք կատակով, ասում այս էլ աննան տվե։ Ինչ ասեմ ես։ Ну, հասկացան կատակա բանը, ասեցի հա, այս սաղ տվել են, նվիրել են եւ այլն ուղակի, ասեմ կարող խոսքը ուժ ունի, հասկանում ես, խոսքը ուժ ունի։ Թոտան մեկը մի հոգի թո հայտնվի, մի հոգի, ով որ հանկարծ ինձ որևէ գույքան նվիրե, կարող է զարթա նվիրե Գործընկերության մեջ, հա, գործընկերության մեջ աշխատել ենք 1000 հոգու հետ աշխատում ենք, 1000 հոգու հետ ամեն օր եթերում ասում եմ։ Բայց դա իմ գրպանը չի դրվում։ $1000 ամիսը հեռարձակման փողեր ենք տալի, հազարներով աշխատավարձու բան ենք տալիս, լիցենզիա ու իրավունք ենք առնում։ Նստել են գովազդներն են հաշվում։ Հաշվել եք քանի հատ գովազդ ունի, բա դուք չեք ամաչում, այդ չարախոսներ։ Չեք ամաչում, անվճար հեռարձակվում ենք, անվճար։ Հազարներով, տասնյակ հազարներով Ամերիկայով մեկ մեր հավելվածով ու FM-ներով լսում են, բայց այդ FM-ը հորս տնից են բերել, այդ ալիքը վարձում ենք, չէ՞, հազարավոր դոլարներով ամեն ամիս որ լսում եք։ Էսա ամբողջ ոնց ասեմ, ուրիշի աշխատանքը չգնահատել, ամենաշատը ես դրանից եմ վիրավորում, որ ես տարիներով ու բացատրում եմ այդ պարոնին։ Ասում ես 13 տարի 24 ժամ ռեժիմով աշխատեմ, ես ինձ մի հատ ավտոուտուն չկարանայի առնել, դա մեռնեմ էլի։ Այսքան բան։ Ուրիշ ինչ պիտի նստեմ բացատրեմ որտեղից եմ արի, ինչ եմ արել։ Ես այնքան պարզ եմ այդ առումով։ 1000 հատ բիզնես ու գործընկերություն ու 1000 հատ բանի մեջ եմ։ Ու շատ ավելին կարող լիներ, որովհետև մի քիչ դժվար բաներ եղավ, առողջական, անձնական Կյանքս չեմ նստելու պատմեմ։ Բայց ուրիշի բաները մի հաշվեք, այդ շատ վիրավորական բան է։ Ունացինք առաջ էլ շատ ուրիշ բաներ չեմ ասում։ Ովքեր ինչ ճանաչում են, իրանք գիտեն։ Ռաֆայել ջան, բոլորը ցանկանում էին փաստեր, ահա հրապարակեցին։ Մնում է Մարսել այս բոլորը, դիմակները պատրվում են, MX-ներ են ասում, համաձայն եմ, իհարկե։ Հոլաներ Իսպանիայից ես GPT անունը Ջինա եմ դրել, Վահագն Հովհաննիսյանն է ասում, հետարքիր անունը Ջինա, կախարդան կատեղ։ Hard work pays off, Սուրեն Դավիթ Իսմայելյան, հուսանք։ Հայտարարագրեք, տեսնենք, Լիաննա Փարսովյանն է։ Ես Ամերիկայի քաղաքացի եմ, Միացյալ Նահանգներում, ես ապրիլն է գալի, ես հայտարարագրում եմ, հարկերս տալիս եմ եւ հաշվետու եմ այն երկրի,
որտեղից եւ իմ աշխատավարձը, բիզնեսը բանը գոյանում է։ Ես Հայաստանում բաց ասեմ, դա բաց ինֆորմացիա է, պետական բան է, էլի գրանցմամբ։ Աշխատում ես տամ 75000 դրամ։ Սիմվոլիկ 75000 դրամ։ Այդքան բան Հայաստանից։ Իսկ Միացյալ Նահանգներում ես ինչ եմ աշխատում, կներեք դա ձեր գործը չի։ Բացարձակ։ Միացյալ Նահանգները որպես օրենքի երկիր, թող ինքը ինձ հարցնի, եղբայր ջան, ես որտեղից, այն որտեղից։ Հայտարարագրի տնավոր, Հայաստանում ինչ պիտի հայտարարեմ, որ մի քանի ամիս է աշխատում եմ, հայտարարենք։ 75000 բաց ինֆորմացիա է։ Մտեք այդ գրանցման պետռեգիստրը տեսեք, իմ պաշտոնը զբաղեցրած իմ գործառույթը։ Ես Հայաստանից չեմ ֆինանսավորվել ու չեմ ֆինանսավորում։ Ես Հայաստանում ֆինանսավորել եմ 13 տարի առաջ, մինչև Ամերիկա գնալս 110000 դրամի դեմը ստորագրել եմ, 35000 եմ ստացել, միշտ պատմում եմ այդ թեման, այդ ա եղել, այս գողապետության դրվածքը, գողապետության, որ աչքերից մեջ նայում էին, ստորագրել էին տալի, փողերը իրար մեջ էին անում։ Իսկ Ամերիկայինը ձեր ինչ, Ամերիկան օրենքի երկիր է, թող ինքը ինձ հարց տա։ Ամերիկայից փողերը առը փախել ասում է։ Այ հիմարներ, Ամերիկայի փողերը առնես, փախտես տարին 4-5 անգամ կարաս գաս Ամերիկա, կարաս Ամերիկային բիզնես անես, տուն ու տեղդ կգան վերտալյոտներով, շներով, գելերով տանեն կորցնեն։ Գոնե այնպես բաներ ասեք, որ մոտ լինի ճշմարտությանը։ Փողերը Ամերիկայից բանար։ Իսկ այդ Ամերիկան է, այդ երկիրն է։ Թե որ դուք եք երևի այտենց բաների մեջ բոլորին ձեր արշինով եք չափում։ Հեսա շուտով գալիս եմ Ամերիկա։ Հունվարին հարգելի բարեկամներ, հունվարի վերջ գալիս եմ հերթական մեր հանդիպման, էլի գործեր կա որոշակի հարցեր կա, բայց բազմաթիվ ռուստադիտողների եւ ռադիոլսողների խնդրանքով եւս մեկ հանդիպում ա լինելու էլի Գևորգյան ակադեմիայում։ Այս պայդրությամբ փետրվարի 6-ն ենք ֆիքսել եւ իհարկե մնացած հարցերը կասեմ, բայց աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ, մենք նորից կհանդիպենք ոնց որ մի քանի շաբաթ առաջ կզրուցենք, շատ տպավորված եմ մեր հանդիպումից, հուսամ նաև դուք հարգելի բարեկամներ, ովքեր կցանկանան նորից հանդիպել, կհանդիպենք, ովքեր ուզում էին տոմս չկարողացան, հարմար չէր, էս չէր, այն չէր, մենք կհանդիպենք։ Ես եթերում ավելի մանրամասն անպայման կներկայացնեմ եւ միասին կզրուցենք։ Հարգանքներս Ռաֆայել ջան, Գայանե Ղարիբյանն է ասում, բարև ձեզ։ Մարիամ Մակարչյան, քո մաքրության վրա ոչ մեկ չի կարող կասկածի մեր սիրելի Ռաֆայել։ Վայ հարգելի Մարիամ Մակարչյան, շնորհակալ եմ։ Դավիթ Էրմենջյանը կես կասում, դարդերս քիչ Ռաֆայելն էլ մեքենա է գնել, հա, բա ոնց։ Բարի գալուս Ռաֆայել ջան, սպասում ենք։ Ես եմ սպասում իրոք։ Հայի նախանձը չափ ու սահման չունի, Ռաֆայել ջան, դա էլ իրենց գործն է, ուրիշի ունեցած քաշվել է։ Հայտարարեք, տեսնենք, շատ դուրս եկավ իրոք։ Կարգին բանա։ Okay։ Հիմա բարեկամներ, հիմա մեզ մոտ մեր գործընկերների գովազդը, որ տեսնեք թե որտեղից է գոյանում մեր եթերի, հա, ֆինանսական բյուջեն, այսպես ասենք, հա, մեր հարգելի գործընկերներին կասենք շնորհակալություն, որ մեզ հետ են, ինձ հետ են, մեր կողքին են, բոլորը իմ ընկերներն են, առանց բացառության, ոմանց հետ շատ մտերիմ եմ, ոմանց հետ պարզապես մտերիմ եմ, ոմանք տարիներ շարունակ ընկերներ են, որ տուն ու գնացել նստել են, կերել են, խմել են եւ այլն, եւ սա է իրական, մաքուր, ճիշտ համագործակցությունը, որ եթերից, live stream-ից այդ ամեն ինչից դուրս է։ Դրա համար հիմա մի հատ մեր գործընկերներին 6 րոպե տրամադրենք, զրուցենք, եւ ես ավանդույթները չխախտելով հայի ամերիկյան օրագրից որոշ հատվածներ կկարդամ ձեզ համար եւ կամփոփենք մեր զրույցը։ Բարի, հուսամ հեռու չեք գնա։ Եվ մենք եկանք հարգելի բարեկամներ, բարի օր եւս մեկ անգամ ողջույն, նախավերջին մեր եթերն է տարվա, մի շաբաթ ամփոփելու ենք, ես որոշ հետարքեր դրվագներ եմ մտածել, այսինքն ամսի 26-ին, հա, դեկտեմբերի 26-ին կլինի յոգա ուղեղի համար, որտեղ ուրբաթ է վերջին թողարկումը ու մյուսը արդեն տոներից հետո, իսկ ռադիոն իհարկե աշխատելու է, մենք մինչ ամսի 30-ը ուղիղ եթերներ ունենալու ենք, իսկ հետո, հա, ամսի 5-ից, այնպես որ սա փոքրիկ ծանուցում ինչ ոնց եւ ինչպես,
Իսկ հիմա առանց ավանդույթը խախտելու որոշ դրվագներ հայ-ամերիկյան օրագրից, եթե չունեք գիրքը, ես խոստացել էի հավատարիմ ռադիոլսողներին ամեն ուրբաթ մի պատառ ընթերցելու եմ եւ այսօր եւս ընտրել եմ մի դրվագ ճահիճի եւ եթե խորունգ դիտարկենք, ապա ճահիճը որոշ ժամանակին լճակ էր եւ անուշադրության արդյունքում դարձավ ճահիճ, ես համեմատել եմ հայրենիքի հետ, երբ որ լիճեր ինչ էր կատարվում եւ երբ որ դարձավ լիճը ճահիճ, ինչպես հանկարծ որոշ դրվագներ զարգացան, բայց ընթերցեմ դուք դատողությունները ինքներդ արեք։ Լուր ես, Ռաֆայել, վաղուց չես խոսում։ Մտքերդ ամբարած, հույզերդ զսպելով, քայլում ես ծանր, անտեսելով, արհամարելով գրիչդ, ստեղնաշարդ, որի վրա կուտակված է փոշին, որի ավազյա մակերեսին հետո պիտի մատնահետքերովը դաջես իրականությունը։ Իսկ գուցե այս ձնարատ եղանակին գրես մի քանի տող։ Տես, քաղաքը ճերմակել է, հյուսիսային քամիները սրել են օդը, ինչ եղավ քեզ։ Ինչու խռովեցիր։ Ինչու մենակ թողեցիր լսարանիդ։ Ինչ ակնկալիքներ ունեն հիմա նրանք։ Հաղորդագրությունները շարունակ սահում են համացանցում, հարցերը սողում են նամակագրությունների մեջ, իսկ կասկածները վաղուց սողում են։ Լսարանը զարմացած է։ Միթե ասելիք չկա։ Տես ինչ է կատարվում, գոնե մի բան ասա, գոնե մի բան խոսիր, թեկուզ զայրացիր, հեգնիր, միայն թե մի լռիր։ Գուցե լռությունը գիտակցված անհրաժեշտություն է, բայց միթե այս լալահարաջ դատարկախոսության ծովում, ուր յուրաքանչյուրը գիտակ է ու վերլուծաբան, կարիք կա որևէ բան ասելու։ Ինձ լսողները առանց այդ էլ գիտեն ճշմարտությունը։ Պարզապես ես հաճախ խոսում եմ նրանց բոլորի անունից, կարծես ծաղկաքաղ անելով տեքստերը։ Իմ հեգնանքի հասեատերը ուրիշն է։ Ես խոսում եմ նրանց մասին, ովքեր ցավոք ինձ չեն լսում, չեն կարդում իմ գրառումները, չեն լսում իմ եթերները, բայց նրանք գուցեև կարդալել չգիտեն։ Ու այսպես տարեցտարի մենք մեր մասին փիլիսոփայելով տարածվում ենք մոխրագույն թավշյա շղարշում, յուրաքանչյուրը նժդեհ ու անրանիկ, Մոնթե ու Փիրումյան է ցիտում, ամոթ է, ազգային ամոթ։ Արդյոք այդ ցիտողները իրենց հայլու մեջ տեսել են Երևանի փողոցներում քանի անդրանիկ ու նժդեհ եք հանդիպել ձեր կյանքի ընթացքում։ Սովորաբար, երբ որ մեկին ցիտում ես, մեկին պաշտում ես, կարծես թե ենթագիտակցորեն ձգտում ես նմանվել նրան, բայց մեր պարագայում հավերժ անշարժ այս երթում բոլորս բացակա ենք։ Կյանքը չապրածն ու չճանաչածը կյանք է սովորացնում։ Դաս չսերտածը դասավանդում է, աշխարհ չտեսածը համամարտկային արժեքներ է քարոզում։ Հետևել եք արդյոք այդ ճակերտավոր բաների կյանքին, դասերից դուրս նրանց, թե ինչ կյանքով, ինչ բարքով, ինչ վարքով են նրանք ապրում, հայրենասիրության վահանների տակ թաքնված ոսկեբերանության այնպիսի խաղ են տանում, որ իրենց փոխարեն դու ես ամաչում։ Դու ամաչում ես, որովհետև գիտես, որ սուտ ասել չի կարելի, հանուն շահի քծնել չի կարելի, վարկաբեկել, զազրախոսել, զրպարտել, կեղծ վկայություն տալ չի կարելի։ Այսինչ արարածներ են սրանք, դասական սողուններ, ովքեր թավշյա էվոլյուցիայի արդյունքում կորցրել են իրենց թևերը եւ ցմահ գամվել են հողին, բայց ցավը այն է, որ հողը երբեք չեն դիտարկել որպես արարման աղբյուր, այլ ճիշտ հակառակը, իրենց քարացած պարանոցը հազիվ դեպի երկինք են ձգել ու կարոտից անիծել,
անիծել են հողը, որի վրա ապրելով երկինք են ձգտել, ուր ժամանակին այո, իրենք ապրում էին, բայց նրանք արդեն սողուն զրկված երկնքից, իրենց սառնարյունության համար պատժված հավետ, զրկված ճախրելու աստվածային հաճույքից ու հաճույքից ընդհանրապես։ Նրանց մնում է միայն լոկ իրենց երկրագալար, երկփեղկված լեզուն, թափահարել աջ ու ձախ, երկփեղկված լեզուն, այնքան, մինչև զգան թե որտեղ է սննդի իրենց չափաբաժինը, նրանք դատապարտված են սողալու, որովհետև երբ ճախրում էին անամպ երկնքում, չգնահատեցին ընձեռված բացառիկ հնարավորությունը, ոչ, ուստի այստեղ ոչ մի հրաշք էլ չկա, քանի որ հրաշքը թաքնված է պահի մեջ, իսկ սողուները չունեն այդ պահի ակնթարթի զգացողությունը, նրանք թարթել էլ չգիտեն, նրանք չեն կարող զգալ ժամանակը, իսկ նա, ով չի զգում ժամանակը, կորցնում է իրատեսությունը։ Ճիշտ թմրամոլների պես, նրանց միայն պահն է հետաքրքրում, եսասեր ու դատարկ, ինչպես եւ իրենց հոգին, նրանք միայն համբ անողներ են, հաճախ իրենցից մի քանի անգամ մեծ բաներ համբ կանեն ու կպարկեն, բայց այդ ամենի մեջ աստվածային հեգնանք էլ կա, երբեմն իրենց գլխից ավելի մեծ կերած այդ բաները իրենց իսկ վերջի սկիզբն է դառնում, դա է աստվածային էվոլյուցիայի հրամայականը, այնպես որ ես լռում եմ, որպիսի հետևեմ սողուններին ժամանակավոր այս խրախճանքին, իրար կուլ տալու դարավոր ավանդույթին, լռությունը վրա է հասնում աստիճանաբար, Շեքսպիրյան համեստության սոնետության պես, առանց որևէ հրամայականի ու պարտադրանքի, լռությունը իր գիրկն է ինձ առնում, որ ճշմարտության լույսը չխամրի, չարի կայսրության թևերը չմոխրացնեն ազատության տնկիները, նորին մեծություն լռությունը, որը մի տիտանական համբերություն ու դիմադրություն է, անգամ սխրանք, նա քեզ գրկում է մայրական սիրով ու պահում է ջերմ, որ մոռանաս տարածությունն ու ժամանակը, իսկ երբ հոգիդ գորալով դուրս է պորտկում, դու սաստում ես նրան ամբարելով մարմնիդ սահմաններում, Սոկրատյան համբերությամբ դու հետևում ես երկենցաղներին էլ, ովքեր ևս դարձել են ակնառու, ինչու խոսել, երբ գիտես թե ինչն է երկինքն ու երկիրը, գիտես ինչն է մենությունն ու լռությունը, Ռաֆայել, դու գիտես թե ինչն է կարոտն ու բաժանումը, ինչու խոսել, երբ հանրությունը արդեն որոշել է, թե որտեղ է ճշմարտությունը ճակերտավոր, հանրությունը արդեն բաժանել է պաշտոնները, ամեն մեկին ցույց տալով իր տեղն ու ձևը, հանրությունը, որը մշտապես ճորտն է եղել գողապետության, մեր հասարակությունը, հասարակ ու թույնը, որ պլուտոկրատիայի ջատագովն է, երեսպաշտության աներկբա վկան, դրոշմանիշների դրոշմը, իսկ լուսավոր ճակատները, որոնք իրենց հազվադեպ խղճուկ գոյությունն են տանում ճահճում, ամաչում են իրենց մտկերից անգամ։ Շատերը թաքցնում են իրենց վառ թևերը, իսկ որ ամենավտանգավորն է, շատերը վախենում են ճախրել, ներկայանալով թրթուր։ Ինչու՞։ Որովհետև ճահճում թիթեռ լինելն ամոթ է։ Ուստի սողուններն ու շերեփուկներն են տիրացել երբեմնի այս լճակին, որն իրական մի օազիս էր, ուր երամ վերադառնում էին չվող թռչունները։ Բայց գիտեք արդյոք, որ այդ թռչուններն էլ մեղքի իրենց բաժինը ունեն, որովհետև երբ ամեն մեկը իր բույնն էր հյուսում, իր բույնը, նույնիսկ չմտածեց, թե ինչ է լինելու վաղը այս կապուտաչյալ լճակի հետ,
Երբ ամեն մեկը այստեղից այնտեղից շինանյութ էր բերում իր երազի բույնը հյուսելու համար, մտածում էր արդյոք ապագայի, անվտանգության, կապույտ լճակի, ծառի ու ծաղկի մասին։ Իհարկե ոչ։ Ծիծեռնակը բույն էր շինում և հուսում, ամեն մի շուխ կպցնելիս առաջվա բույնն էր հիշում։ Գիտեք, խնդիրը այն չէ, որ ծիծեռնակը նոր բույն էր հյուսում, այլ այն, որ բույնը հյուսում էր արցունքներն աչքերին, առանց դասեր քաղելու, և երբ վրա հասան գորշ ամպերը, քամիները սուլեցին երազներն էլ անհետացան, իսկ լճակը արդյունքում վրդովվեց, իսկ դուք դեռ հարցնում եք ինչու ապշած ես, լճակը ոնց չապշես, երբ դու դարեր շարունակ կենարար աղբյուր ես, իսկ ծարաված շուրթերը քեզ օրհնելու փոխարեն քեզ անիծում են, ուստի և թռչունների դայլայլը տարիների ընթացքում փոխանակվեց գորտերի կրկռոցով և կարկաչող աղբյուրները ցամաքելով սկսեցին գարշահոտություն տարածել, ու ինչ, ու գորտերն են հիմա կարոտով պատմում, որ առաջ լավ էր, ասում են գորտները, առաջ, որն էլ երբեք չի լինի, հետևաբար ես լռում եմ, քանզի ճահճում, օգնեցեք գոռալուց բացի, այլ բան գոռալ չեմ կարող։ Շնորհակալություն։ Հարգելի բարեկամներ, հայի ամերիկյան օրագիր, ևս մի հատված, ևս մի աշխատանքային շաբաթ, ևս մի գաղտնազերծված, ինչ անունը, KGB, գործակալ, տեսնենք թե ինչ է լինելու վերջին արդյունքը այս ամբողջ պատմության։ Ձեզ ասում եմ լավ օրվա շարունակություն, շնորհակալություն, որ լսեցիք, շնորհակալություն, որ մեզ հետ եք, իմ հետ եք, մեր ռադիոյի հետ եք, FM 107.5 աշխատում ենք սիրով ձեզ համար, մեր գործընկերներից եմ շնորհակալ, որ տևական ժամանակ ամեն հարցում մեր կողքին են ու աջակցում են մեզ, մեր ողջ թիմին, գլխավոր հովանավոր Սևան Meat Market, Սևան Meat and Fish Market, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, Level ռեստորան եւ lounge Glendale-ում ամեն հարցով մեր կողքին, Catering-ի առաջատարները, Vivaldi Catering ծառայությունը իր անակնկալներով հանդերձ ընտիր սպասարկմամբ, Lemon Law Boulevard իրավաբանական գրասենյակով ովքեր ձեզ կօգնեն Lemon Law-ի եւ մնացած հարցերում, LA Smart Blinds-ը որպես առաջատար իր պարկոլա փաթյոներով, Butterfly վարակույրներով, շերտավարակույրներով, զիբրաների պես աշխատող, շնորհակալ եմ, որ իմ հետ եք, Little Paris բուտիկը, որ դեկտեմբերին ամեն օր աշխատելու է եւ մեկ ապրանք գնելով մյուսը 50% զեղչով կստանաք, Claims Assist պրոֆեսիոնալների թիմը Կարո Աճեմյանի գլխավորությամբ ինշուրանսների հետ պայքարով եւ ոչ միայն, եւ իհարկե FIB-ին, որպես հայկական հեռուստաալիքների լավագույն որակ ներկայացնող FIB-ի։ Շնորհակալություն բոլորին, ովքեր մեզ հետ էին, ես ասում եմ ձեզ ցտեսություն, այսօր բավականին ծանր հագեցած օրեր ինձ համար մի փոքր հանգստանամ, ձեզ մաղթում եմ լավ օրվա շարունակություն եւ հուսամ երաժշտությունը, երգերն ու թողարկումները լրացնում են այն բացը, որը գուցե եւս տոնական թողի բոհի մեջ արկա է։ Գնացի, լավ կացեք։